մի օր մորս սուր ապտակից այտերս կարմրեցին, արցունքներս ակամա ժայթքեցին, բայց ես լռեցի, տունը լռեց, օդում մնաց միայն ձեռքի արձագանքը, նա կանգնած էր աչքերը լցված բարկությամբ ու վախով, գիտեի, որ ցավը միայն իմ այտին չէր, նրա ներսում էլ մի բան ճաք տվեց, ինչպես պատից կախված հին հայելի, որ մեկ անգամ արդեն սահել ու ընկել էր, բայց դեռ չէր փշրվել։ Ես չէի ուզում խոսել, որովհետև բառերը երբեմն ավելորդ են, իսկ լռությունը պերճախոս։ Մի քանի վայրկյան հետո նա շունչը պահած նայեց ձեռքերին, հետո ինձ։ Ներիր, հազիվ շշնջաց։ Դա սովորական ներիր չէր, այլ խեղդված, ցաված մի ամբողջ կյանքի բեռից հոգնած բառ։ Եվ ես ներսումս հասկացա, այս ապտակը միայն իմ այտին չէր, այլ մեր երկուսիս սրտին։